Հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Նրանք քննարկել են Հայաստան-Միացյալ Նահանգներ ռազմավարական գործընկերությանը, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր։ Կառավարության փոխանցմամբ վարչապետը պետքարտուղարին ներկայացրել է բանակցային գործընթացները, որոնց արդյունքում համաձայնեցվեց Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի նախագիծը։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ համաձայնագրի նախագիծը սպասում է ստորագրման։ Պետդեպարտամենտի փոխանցմամբ պետքարտուղարն ընդգծել է կայուն խաղաղության կարևորությունը տարածաշրջանային հակամարտության շղթան ընդհատելու եւ Հարավային Կովկասում անվտանգություն եւ բարգավաճում ապահովելու համար։ Պետքարտուղարն ու վարչապետը համակարծիք են եղել, որ Հարավային Կովկասում ցանկացած էսկալացիա անընդունելի է։ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանի հետ, քննարկել են անվտանգության եւ առևտրի առանցքային հարցերի շուրջ համագործակցությունը։ Պետդեպարտամենտի տարածած հաղորդագրությունում նշվում է նաեւ, որ պետքարտուղարը Թուրքիայի աջակցությունն է խնդրել Ուկրաինայում եւ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման համար։ Պետքարտուղար Ռուբիոն հանդիպմանը նաեւ իր մտահոգությունն է հայտնել Թուրքիայում վերջին ձերբակալությունների եւ բողոքի ցույցերի վերաբերյալ։ Չեխիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև արդար եւ տևական ու կայուն խաղաղության համաձայնագրին։ Armen Press-ին ասել է Հայաստանում Չեխիայի դեսպանը, նշելով, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ուղիղ բանակցությունների արդյունքը միայն խաղաղության համաձայնագիրը կլինի։ Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց Եվրամիությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը։ Այս օրենքը չի նշանակում Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեի անցկացում, այլ ինչպես նշում են իշխող ուժի ներկայացուցիչներ, այն քաղաքական կամքի մասին է։ Օրինագիծը հարուցել էր Ռուսաստանի դժգոհությունը։ Կողմ 64 դեմ 7 Ձեռնպահ 0 որոշումն ընդունվել։ Խորհրդարանում է գլխավոր դատախազը, այսօր քննարկվում է նախկին ՔՊԱ-ական Հովիկ Աղազարյանին եւ ընդդիմադիր Պատիվ ունեմ խմբակցությունից Տարոն Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը։ Միացյալ Նահանգների դատարանը ժամանակավորապես կասեցրել է Ազատություն ռադիոկայանի ֆինանսավորումը դադարեցնելու որոշումը, բավարարելով ռադիոկայանի պահանջն ընդդեմ Միացյալ Նահանգների գլոբալ մեդիայի գործակալության։ Դատարանի որոշմամբ մինչև գործի վերաբերյալ բուն լսումները, որոնք նախատեսված են մոտակա շաբաթներին, գործակալությունը պետք է ձեռնպահ մնա ազատության փակմանն ուղղված քայլերից։ Դատարանի որոշումը վերաբերում է նաև գործակալության գործադիր տնօրենի պաշտոնակատարի ավագ խորհրդական Քերի Լեյքի մարտի 15-ին ստորագրած որոշմանը կոնգրեսի հաստատած ազատությանը հատկացվող դրամաշնորհի դադարեցման մասին։ Դատավորի վճռում նշվում է, որ այդ որոշման կիրառմամբ Ազատություն ռադիոկայանին մեջբերում անուղղելի վնաս է հասցվելու։